Պայծառ արև եւ ջինջ երկինք, արագածավանցիները խորհուրդ են տալիս չհիանալ բնության այս խաբկանքով, այն ամեն վայրկյան կարող է մռայլվել ու դաժան հարված հասցնել, ինչպես եղել է մի քանի ժամ առաջ։ ժամուկես առաջ եկե, ժամուկես առաջ, 2 ժամ առաջ, 2 հատ եմ մեկ կոֆե բաժակի մեջ տեղ չերն, այդենց եկավ, ու 40 րոպե եկել է, այս տագի, ծառի տագինն է, հենա, բուժումներն էլ ենք տվել, պարադանուտ է, չաշկա է, փորվ է, ջրվել է, մետ ավտոննա կեղն է, էլի։ Այս ես ծառի վրա ես դալար տերևները որ կան, ճյուղերը դուրս եկած, այսի դրանք են, այս sense թափվել են գետնին, խնդրեմ, այս sense ան։ Պատուղը վրան է, բայց բերքը լրիվ փչացած է։ Վաճառքի ենթակա չէ։ Չէ, էսի իշքան գնա, հələ մի մայիսի վերջերին արդեն պետք է թափություն պետք է լինի։ Այս բերքը լրիվ կթափիսած։ Կարելի ասել էլ չկա ծիրան։ Մեր Արագածավանում մոտավորապես 2000 հեկտար հող են մշակում, բայց դրանից երևի մի 2-300 հեկտարը ծիրանի այգիներ են։ Կոնկրետ ես 3 հեկտար ունեմ ու ոչ մի ակնկալիք չունեմ այդ 3 հեկտարից։ Կարկուտը վնասել է համայնքի գրեթե բոլոր այգիները, հիմնականում ծիրան աճեցնող գյուղացին շվարած է, վարկ է վերցրել այգին մշակել։ Միաժամանակ նաև այլ մշակաբույսեր տնկել, հիմա Արագածավանում գրեթե ոչինչ չի մնացել։ Ուրեմն պարադանուտի համար վարկ ենք վերցրել, որ փորում են, էսի գումար արժել, ասենք սրսկում ենք, ահագին ծախսեր ենք անում։ Եթե այգիներում բերքի գոնե չնչին մասը փրկվել է, այլ է տնամերձի հարցը, 100% վնաս է գրանցվել։ Այսքան կարկուտ է եկած։ Ձյան շերտ հիշեցնող կարկուտը այս գյուղում նորություն չէ, արդեն 4 տարի համայնքը բնության տարերքից տուժում է։ Վերջինը եղել է 3 օր առաջ։ Հակակարկտային կայանի օգուտը տարածվում է միայն մոտ այգիների վրա։ Որտեղ պատգատու այգիները բոլոր տուժվել են։ Այսօրվա դրությամբ բոլոր տուժվել են։ Մի կառավարությունը ինչ որոշում կընդունի, ինչ հատուցում կանեն չենք իմանում։ Վնասը գնահատելու համար համայնքային հանձնաժողով է ստեղծվել։ Եզրակացությունը ներկայացվելու է կառավարություն։ Գյուղացին հույս ունի, որ ոչ միայն կօգնեն, այլև կսառեցնեն վարկերը։ Յուրաքանչյուր ընտանիք առնվազն 3 միլիոն դրամ վարկ ունի։ Օգնություն չստանալու դեպքում մտածում են դիմել պայքարի հին ավանդական միջոցին՝ փակել ճանապարհները։ Արմինե Ավետիսյան, Նարեկ Եղիազարյան, Աշոտ Սարգսյան, այսօր։